Հարցը սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 21-ն է, եւ սա թվով մեր արդեն երկրորդ հաղորդումն է։ Նախ շատ կարևոր հարց կա քննարկելու, դրա համար որոշեցի այս եթերը անել, երկրորդն էլ այն է, որ վաղը գործերով տեղում չեմ լինի, ամենայն հավանականությամբ չստացվի նոր հաղորդում անցկացնել կամ ստացվի շատ ավելի ուշ։ Եվ եթե այսօր ինչ որ արտակարգ իրավիճակ չլինի, այսինքն պատերազմը չվերսկսվի Իրանի շուրջ, դժվար թե մենք այսօր անենք նոր հաղորդում։ Սակայն հիմնական թեման այսօր այն է, այսինքն այս հաղորդման համար, որ Եվրոպական միության մեջ շատ կարևոր հավաք է տեղի ունեցել, Եվրամիության երկրների արտգործնախարարները հավաքվել են Բրյուսելում եւ շատ կարևոր որոշումներ են ընդունել։ Հիմնական թեման բնականաբար Ուկրաինան է, բայց կարևոր մաս է կազմել այդ հավաքի Հայաստանը եւ Հարավային Կովկասը եւ կարևոր որոշումներ են ընդունվել մեզ համար եւ արվել են կարևոր հայտարարություններ։ Նախքան հաղորդումը սկսելը հիշեցնեմ ձեր լայքերի համար, իրոք ֆանտաստիկ նշանակություն ունեն լայքերը մեր ալիքի եւ հաղորդումների համար, երբ որ մոռանում եմ կոչ անել, սիրելի հայրենակիցներ, դուք էլ մոռանում եք ձեզանից մի մասը մոռանում է, մի մասը գիտեմ, որ շատ ակտիվ լայքում է, միանգամից այդ ամենը զգացվում է մեր ալիքի վրա եւ դիտումների քանակը նվազում է։ Իսկ երբ որ լայքերը շատ ակտիվ են, ձեզանից է, այսինքն կախված մեր յուրաքանչյուր հաղորդման ճակատագիրը եւ հետեւաբար, քանի որ հիմա կարևոր թեմա ունենք քննարկելու, կարծում եմ այս տեղեկատվական պատերազմների դարաշրջանում չափազանց կարևոր է ձեր աջակցությունը լայքերի, մեկնաբանությունների եւ եթե բաժանորդագրված չեք, նաեւ բաժանորդագրվելու եւ զանգակը դնելու միջոցով։ Դե լավ, սկսում ենք մեր այսօրվա հաղորդումը։ Սկսենք նրանից, որ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Կայա Կալասը, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստանի համար։ Նա նախ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը առաջնահերթ նշանակություն ունի Եվրամիության համար։ Եվ այդ հանդիպումը նա արել է Եվրամիության արտգործնախարարների առջև։ Նա նաև նշել է, որ մենք քննարկում ենք Հայաստանի համար նոր առաքելություն եւ այն թե ինչպես կարող ենք շարունակել աշխատել Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների ուղղությամբ։ Կարծում եմ պարզ է։ Հարց է դրվել Հայաստանի համար ստեղծել նոր առաքելություն։ Մի քանի օր առաջ կամ մեկ շաբաթ առաջ չեմ կարող ասել կոնկրետ այս հարցը արդեն քննարկվել էր։ Եվ պատկերացրեք, այդ ժամանակ ես չէի կարողացել հասկանալ, քանի որ մանրամասներ չունեինք, երևի թաքուն էր նաև պահվում, կամ շատ քչերը գիտեին, թե ինչ առաքելության մասին է խոսքը։ Մենք գիտեինք, որ հիբրիդային պատերազմների դեմ պայքարելու համար կարևոր առաքելություն է գալու Հայաստանում, բայց այն չի կոչվելու եվրոպական առաքելություն եւ չի ունենալու երկարաժամկետ մանդատ, այլ նրանք գալու են այդ խումբը, գալու է մոտ 15 օր աշխատելու եւ հետո վերադառնալու է։ Եվ սա տեղի ունենալու ընտրություններից առաջ։ Հիմա փաստացի նոր որոշում է ընդունվել Հայաստանի համար եւ այդպիսի կարևոր հիբրիդային խումբ է ձևավորվելու 2 տարի ժամկետով։ Երևի թե այս խմբերը տարբերվում են իրարից, այն խումբը, որը որ գալու էր, այդ խումբը ամենայն հավանականությամբ գալիս է Հայաստան, սկսում է իր աշխատանքը, իսկ սա արդեն 2 տարվա մանդատով է ձևավորվելու եւ մոտակա ամիսներին նոր է աշխատանքի անցնելու։ Եվ այդ առաքելությունը կոչվելու է Եվրոպական գործընկերության առաքելություն Հայաստանում։ Փորձեցի ռուսերենից արագ թարգմանել, երևի այսպես է ստացվում։ Եվ ասեմ, որ արդեն տեղեկություն ունենք, որ այդ առաքելությունը հավանության է արժանացել արտգործնախարարների կողմից Եվրոպական միության եւ արդեն իսկ ընդունվել է այդ որոշումը։ Այդ առաքելությունը, ինչպես արդեն նշեցի, մոտակա ամիսներին կսկսի աշխատել եւ 2 տարվա մանդատ է ունենալու այն։ Բայց սա միակ որոշումը եւ հայտարարությունը չէ, որը որ վերաբերվում է Հայաստանին, հետաքրքիր եւ շատ կարեւոր հայտարարությամբ է հանդես եկել Մարտակոսը։ Գիտեք, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսին, նա մոտ 1 ամիս առաջ գտնվում էր Հայաստանում եւ Հայաստանում էլ էր անում կարեւոր հայտարարություններ, կարեւոր հանդիպումներ ունեցավ նա
Հայաստանում եւ շատ լավ ծանոթ է Հայաստանին եւ այն ամենին ինչ տեղի ունենում Հայաստանի շուրջ։ Ուրեմն եվրոպական խորհրդարանում շատ հետաքրքիր հարց են ուղղել Մարտակոսին, ռումինացի падգամավորն է այդ հարցը ուղղել Մարտակոսին, որտեղ որ նա իր մտահոգությունն է հայտնել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով ու նա իր հարցում նշում էր, որ Եվրոպան կարող է կորցնել հարավային Կովկասի երկրները եւ ինչպիսի ծրագիր ունի Բրյուսելը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասով եվրոպական ուղեծրում պահելու համար այդ երկրները։ Հատկապես այժմ, երբ միջին միջանցքը դարձել է միակ հուսալի առևտրային ուղին։ Միջին միջանցք, Թրամփի երթուղի, սա նույն ծրագիրն է, նույն գաղափարը ունի եւ Մարտակոսն էլ հաստատի այդ մասին պատասխանելով, խոսելով հստակ նշել է, որ այդպես էլ կա։ Մարտակոսի խոսքերով մենք արդեն ֆինանսավորել ենք Հայաստանի եւ Վրաստանի միջև էլեկտրահաղորդման գծերի փոխկապակցման ծրագիրը։ Սա մի նախագիծ է, որը հնարավորություն կտա Հայաստանին բավարար էլեկտրաէներգիա ստանալ Վրաստանից։ Առանց Վրաստանի իրական կապակցվածության օրակարգը անհնար է։ Եվ հետո նա խոսում է այն խնդիրների մասին, որոնք որ կան Վրաստանի հետ հարաբերություններում, բայց ընդհանուր առմամբ կարծես լավատեսություն եւ հույս կա, որ ամեն ինչ կկարգավորվի, հստակ հասկացնում է, որ Վրաստանից շատ բան է կախված, նաեւ Հայաստանի եվրոինտեգրման ուղղությամբ աշխատանքի հաջողության հասնելու համար շատ բան է կախված Վրաստանից։ Նա նշել է, որ Վրաստանի հետ երկխոսությունը բարդ փուլում է, բայց Եվրամիությունը չի դադարում աշխատել այս ուղղությամբ եւ նա նաեւ հստակ նշում է այն, որ Իրանի շուրջ պատերազմական իրավիճակի պատճառով հարավային առևտրային ուղիները այլևս գոյություն չունեն։ Այն բոլորի համար սովորական ուղիները այլևս լոգիստիկ ուղիները գոյություն չունեն, դրա համար շատ կարևոր դերակատարություն է ստանում միջին միջանցքը եւ դրա համար Եվրոպայի համար չափազանց կարևոր է խաղաղությունը հարավային Կովկասում, այս ամենը փորձում է բացատրել Մարտակոսը, նշելով, որ 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծը չափազանց կարևոր է իրենց համար։ Նա նաև նշել է, որ իրենք աշխատում են, եվրոպացիները աշխատում են Ադրբեջանի հետ եւ իրականացնում են Նախիջևանի երթուղու իրագործելիության ուսումնասիրությունը։ Նա նաև նշել է, որ իրենք բանակցություններ են վարում նաև Թուրքիայի հետ կապակցվածության բարելավման վերաբերյալ։ Մարտակոսի խոսքերով այս օրակարգն Եվրոպայի համար շատ ավելին է, քան պարզապես տրանսպորտային ուղղություն։ Այն ներառում է նաև էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքներ։ Նա նշել է, որ էներգետիկան հատկապես ավելի կարևոր է, քանի որ ներկայումս բախվում են լուրջ ռիսկերի։ Այստեղ ես պատկերացնում եմ այն, որ փաստացի այս ուղին, Թրամփի երթուղին, որը որ Սյունեքով է անցնելու եւ տիկին Մարտակոսը խոսում է դրա նշանակության մասին, նշելով 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծը, փաստացի Եվրոպայի համար նաև էներգետիկ անկախության, անվտանգության կարևոր բաղկացուցիչ մաս է դառնում եւ ահա թե որքան գլոբալ եւ կարևոր դերակատարություն է հիմա ունենում Հայաստանը Եվրամիության համար, Հայաստանը, Ադրբեջանը, բնականաբար նաև Վրաստանը, քանի որ շատ մեծ ուշադրություններ Մարտակոսը իր խոսքում հատկացնում նաև Վրաստանին։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի մենք նույնպես պատկերացնենք, թե ինչ կարևոր դիրք ունի հիմա Հայաստանը։ Եթե նախկինում հարավով Եվրոպան ուներ բազմաթիվ ուղիներ, ապա փաստացի այս պատերազմի արդյունքներով այդ երթուղիների աշխատանքը խափանված է, նաև էներգետիկ առումով որևիցե կարևորություն չունի հարավը, գլոբալ հարավը, մերձավոր արևելքը Եվրոպայի համար, այսինքն կարճաժամկետ կտրվածքով ապագայում չգիտեմ ինչպես կստացվի, բայց հիմա հիմնական ուշադրությունը դրա համար սևեռված է Եվրոպայի հարավային Կովկասի վրա, որ ոչ միայն կարևոր երթուղի այն հանդիսանա կապող արևելքը եւ արևմուտքը, այլ նաև որպես կարևոր էներգետիկ ուղի։ Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը այդ ճանապարհով ապագայում այդպես է ծրագրվում
էներգետիկ կարևոր մատակարարումներ են իրականացնելու դեպի Եվրոպա, ինչպես նաև տրանսպորտային կարևոր ուղի է լինելու Եվրոպայի համար Թրամփի երթուղին։ Այսքանը Բրյուսելից կարծում եմ կարևոր է նաև նշել այն, որ այսօր Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորանք է հղել Իսրայելի կառավարությանը եւ Իսրայելի ժողովրդին անկախության օրվա կապակցությամբ, կարծես վաղն է Իսրայելի անկախությունը, եթե չեմ սխալվում, եւ այդ հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի եւ Հայաստանի միջև կապերը, ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորությունները։ Շատ լավ է, որ Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել են Իսրայելին, անցյալ տարի չեմ հիշում նման շնորհավորանք, բայց այն, որ հիմա կա, բնականաբար շատ լավ է եւ շատ կարեւոր է մեզ համար։ Ինչ վերաբերվում է Իրանի շուրջ տեղի ունեցողին, դրան էլ կարճ անդրադառնամ, ուրեմն Թրամփը նոր հարցազրույցներ է տվել եւ մինչեւ հիմա պարզ չէ, թե Իրանը ուղարկել է իր պատվիրակությանը, թե չէ բանակցությունների։ Իրանական հեռուստաընկերությունները հերքում են, ասում են, որ մենք չենք ուղարկել, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղարկում է պատվիրակություն, այն էլ J.D. Vance-ի գլխավորությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի գլխավորությամբ, եւ Թրամփը ասում է, որ եթե պետք լինի, ես էլ արագ կգնամ Իսլամաբադ եւ պայմանավորվածություններ կկնքեմ Իրանի հետ։ Նա ասում է, որ այսպես կամ այնպես այդ պայմանավորվածությունները տեղի կունենան, ասում է, որ մենք հիմա ավելի ուժեղ ենք, քան մինչև պատերազմի սկսելը, մեզ պետք էր այս հրադադարը, մենք ամրացրինք մեր դիրքերը, նոր զենք, նոր սպառազինություն եւ այլն եւ այդպես շարունակ, ասում է հնարավոր իրանցիները նույնպես, բայց մենք շատ ավելին արեցինք եւ այսպես թե այնպես ասում է, որ խաղաղություն կլինի Իրանի հետ, եթե նույնիսկ հիմա դա տեղի չունենա, ինքը չի պատրաստվում նաեւ երկարաձգել հրադադարը Իրանի հետ, ասում է Հորմուզի նեղուցը մենք վերահսկում ենք, բայց ամենակարևորը ՆԱՏՕ-ի մասին էլ է խոսել, որ ՆԱՏՕ-ն չօգնեց, բայց իրենց մնացած դաշնակիցները Մերձավոր Արևելքում օգնեցին։ Ամենակարևոր հայտարարությունը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր նավ է ձերբակալել, իրանական նոր նավ է ձերբակալել, չնայած Իրանը ասում է, որ չէ, մենք կարողացել ենք մեր ռազմածովային ուժերի միջոցով այդ նավը ազատել եւ հիմա արդեն նա գտնվում է Իրանում, այսինքն կտրել է այդ բլոկադան, բայց Թրամփը հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում, ոչ միայն Թրամփը, ասեմ, այն որ կա նաև տեսանյութ, թե ինչպես է Ամերիկայի Միացյալ Նահանգները գրավում վերցնում այդ նավը, այսօրվա տեղեկություն է սա, երեկվա նավի մասին չէ խոսքը։ Եվ ինչ է ասում Թրամփը, որ հնարավոր է այդ նավի միջոցով Չինաստանը զենք էր մատակարարում, ասում է, որ շատ կասկածելի ինչ որ ապրանքներ են հայտնաբերվել այդ նավի վրա եւ շատ հավանական է, որ դա Չինաստանից է, ասում է դեռ հաստատ չգիտեմ, բայց եթե խոսում է հաստատ գիտե, ուղղակի չի ուզում, ես գիտեմ, որ ինքը այդպիսի հայտարարություններ անել կտրուկ Չինաստանի դեմ, ու Թրամփը ասում է, որ ես կարծում եի, որ Չինաստանի հետ, Սի Դինպինի հետ մենք ունենք պայմանավորվածություններ։ Եվ սա վկայում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ Չինաստանը խախտել է այդ պայմանավորվածությունները, որը որ ուներ Դոնալդ Թրամփի հետ, Սի Դինպինը, եւ ամենայն հավանականությամբ զենքեր փորձում տեղափոխել Իրան։ Թրամփի հայտարարություններից կարելի է միայն այդպես հասկանալ, ինչքանով ճիշտ է հիմա սա, ինչքանով սխալ, սրանք Թրամփի հայտարարություններն են։ Ուկրաինայի մասով մեծ հաշվով ոչինչ չունենք էլի խոսելու, Զելենսկի հայտարարությունները ունենք, այսինքն Դոնբասի մասին, ասում է, որ եթե Դոնբասը տանք, սա կնշանակի արդեն Ուկրաինայի պարտություն։ Պուտինն էլ նոր հայտարարությամբ է հանդես եկել, ասում է, որ մենք գիտենք, թե ինչպես կավարտվի այս պատերազմը, եւ դրանից բացի հակառակորդը նույնպես գիտե, թե ինչպես է ավարտվելու, ինչպես կավարտվի այս պատերազմը, եւ հիմա մտածում է, թե ինչպես այդ ամենը ներկայացնի, ինչպես դա հաստատի իր ժողովրդի համար։ Այսինքն Պուտինը համոզված է, որ ինքը հաղթանակ է տանելու այս պատերազմում։ Բնականաբար, եթե մենք
համեմատենք նրանց ռեսուրսները Ուկրաինայի եւ Ռուսաստանի, Ռուսաստանը շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի, հատկապես մարդկային, բայց մենք տեսնում ենք ուկրաինացիների հերոսական պայքարը, որը որ բավականին լուրջ արդյունքներ է տալիս, հատկապես տրոնային հնարավորությունները եւ հրթիռային հնարավորությունները, որոնք որ անգամներով աճ են գրանցել վերջին ամիսների ընթացքում, բայց հողի վրա նույնպես շատ լուրջ ձևով կարողանում է Ուկրաինան ինքնապաշտպանություն իրականացնել, վերջերս ներկայացրել էին, թե ինչպես ռոբոտների միջոցով գետնի վրա կռվող դրոների միջոցով, այդպես երևի ասենք ձևակերպենք, ես ռազմական փորձագետ չեմ եւ չգիտեմ ինչպես իրականում անվանել այդ ամենը, Ուկրաինան հասել էր նրան, որ կարողացել էր փոքրիկ գյուղ ազատագրել վերջերս, եթե չեմ սխալվում, հենց այդպես էլ եղել էր, Ուկրաինան ներկայացնում էր այդ հաջողությունը, այնպես որ Ուկրաինան էլ պակաս հաջողություններ չի գրանցում կոնկրետ հողի վրա եւ հիմա երբ որ Հունգարիայի հարցը կարծես լուծվեց, Եվրամիությունը պատրաստվում է արդեն հատկացնել այդ 90 միլիարդ եվրոն Ուկրաինայի համար։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։